Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական քարոզարշավի հիմնական մասում խոսել է ոչ թե սեփական ծրագրերից, այլև այն նվիրել է ներկայիս իշխանության դեմ քարոզին։ Նա նաև անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ գազի հնարավոր թանկացման մասին հայտարարություններին, պնդելով, որ Հայաստանի քաղաքացին չպետք է վճարի իշխանության արտաքին քաղաքական սխալների համար։ Վենդետան այն ճանապարհը չէ, որ կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Պետական ծառայողները պետք է անմիջապես զգան այլ մթնոլորտ, հանգիստ, արդար եւ մասնագիտական։ Քոչարյանի խոսքով Հայաստանի համար անհրաժեշտ է իշխանափոխություն, որպեսզի հնարավոր լինի վերականգնել անվտանգությունը, տնտեսական կայունությունը եւ կանխել նոր ճգնաժամերը։ Մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը եւ կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը։ Մենք դասեր ենք քաղել թե հաջողություններից, թե անցյալի սխալներից։ Հայաստան դաշինքը քարոզարշավում փորձում է ներկայանալ որպես անվտանգություն եւ կայունություն ապահովող ուժ, սակայն Քոչարյանի վերադարձի օրակարգը շարունակում է ուղեկցվել նրա կառավարման տարիների ծանր քաղաքական ժառանգության եւ չպատասխանված հարցերի ֆոնով։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարել է, որ այս տարիների ընթացքում փոխվել է ոչ միայն աշխարհը, այլև իր թիմը։ Նրա խոսքով իրենք դարձել են ավելի բաց թիմային եւ կշռադատված, պահպանել են պատասխանատվությունը, կապերն ու որոշումներ ընդունելու կարողությունը։ Քոչարյանը նշել է, որ իր թիմն ընտրություններին գնում է ոչ միայն նախկին ձեռքբերումների փորձով, այլև անցյալի սխալների գիտակցմամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։